Մարիաննա Զարգարյան, ես էլ եմ ծնող, ես էլ համարյա այդ տարիքի տղա ունեմ եւ աջակցություն երեխային եւ բոլոր ծնողներին։ Ինչպես եք տեղեկացել այս նստացույցի մասին։ Նստացույցի մասին Facebook-ով, իսկ այդ դեպքի մասին երեխայի հետ կապված այդ օրը, ծաղկազարդի օրը, ես ընկերուս հետ պիտի գնայի հենց Սուրբ Աննա, բայց մի խոսքով փոխվեց պլանները, մենք ուրիշ եկեղեցի գնացինք, հետո իմացանք, որ տենց ինչ-որ սադրանք եւ այլն, չեմ ուզում մեկնաբանել դա, բայց ամեն դեպքում 18 տարեկան երեխա է եւ վատառողջ, ես համարում եմ, որ իշխանությունները պետք է այնքան հմուտ լինեն, որ եւ մեծահոգի, որ տարբերեն իրական հանցագործներին, սովորական մարդկանցից հատկապես երբ որ երեխա է, չի կարելի։ Դուք ճանաչում եք այդ ընտանիքին։ Չէ, չեմ ճանաչում ընտանիքին, չէ, բայց ըստ երևույթին շատ դե երեխա է, 18 տարեկան էլի, ոնց կարելի է։ Ես էլ ունեմ այդ տարիքի համարյա տղա, ու իրանք դե տարիքին բնորոշ լինում են շատ ավելի անզուսպ եւ տաքարյուն, դա բնական է, համենայն դեպս ես համարում եմ, որ պարտավոր են իրան ազատ արձակելու, չի կարելի։ Անգամ ասացիք, որ ձեր տարիքին է, հա, Դավիթ։ Այո։ Դուք մտավախություն ձեր տղայի տարիքին է, Դավիթ։ Այո։ Դուք մտավախություն ունեք, որ այն կարող է կրկնվող լինել նաև տանգել ձեր տղայի եւ մյուս 18-ամյաների սերնդակիցների։ Գիտեք ինչ, իհարկե ցանկալի չի։ Ես ունեմ մտավախություն, որովհետեւ պետք չի սադրանքի ենթարկել մարդկանց ամեն դեպքում։ Իհարկե շատ տհաճ է երևույթը, եղածը սխալ է, չեմ կարող ասել, որ ճիշտ բան են արել, բայց ամեն դեպքում, այո, իրանք ուրիշ փսիխիկա ունեն եւ շատ ավելի տաքարյուն են, քան մյուս մեծահասակներ, այսպես ասեմ։ Իշխանություններն ասում են, որ պետության ուղղված հարված է սա, եւ պետք է պատժվի, վարչապետն էլ այդ մասին խոսել, ասել է, որ իր անվտանգությունը հսկում են եւ եթե այդ մարդը օրինակ չկանխեր կամ չփորձեր հարվածել տղային եւ պահպանել իր անվտանգությունը, հենց այդ մարդուն կենթարկեին քրեական պատասխանատվություն, այսինքն ինքը իր գործն է արել եւ այլն։ Ես հասկանում եմ իշխանության ակնարկը, բայց այս հարցին չի վերաբերում հաստատ։ Նորից եմ կրկնում, հանցագործ չի այդ երեխան ու պետք չի։ Ավելորդ է, հատկապես հիմա որ նախընտրական շրջան է, իր ռեյտինգը շատ լուրջ կտուժի, դե չգիտեմ, բայց ռեյտինգը մի կողմ դնենք։ Կարևորը որ երեխան ունի առողջական խնդիրներ եւ չգիտեմ, որպես ծնող, որպես հայր, որպես Հայաստանի, որպես հայ մարդ, ոնց են պատկերացնում, ինչի համար, եթե հանցագործ լիներ, ես իհարկե դեմ չէի լինի, բայց ընդամենը 18 տարեկան տաքարյուն երեխա է, որը որ ինչ-որ իրան փորձել են ինչ-որ հրել, թե ինչ անել, ինքն էլ պատասխանել է, այդքան։ Դուք քանի ժամ եք այստեղ նստացույցի մասնակցելու, նստելու եք, ճիշտ հասկացա՞մ։ Կփորձեմ մի փոքր գործ ունեմ, կգամ անպայման, կմիանամ նստացույցին։ Ձեր պահանջը շարունակում է նույնը մնալ հանդիպում Վարդապետյանի հետ։ Այո։ Եղավ, շնորհակալ եմ։ Բայց աշխատանք չեք գտել։ Ես կտրվելու եմ աշխատանքից, հիմա պիտի որոշ ժամանակով կբացակայեմ, մի քանի ժամ, հետո նորից կգամ։ Հոգեկան հիվանդի հա, որ հոգեկան հիվանդին Դե, պարզ է արդեն, ինչ ասեմ, դե լավ։